2018 թվականից հետո պետական բյուջեից որպես աջակցություն ավելի քան 100 միլիարդ դրամ է ծախսվել աշխատանքային լեզվով ասած լիզինգի, ինտենսիվ այգեգործության եւ անասնապահության աջակցության, գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով։ Այս ծրագրերի հիմնական մասը նախկինում գոյություն չի ունեցել Հայաստանում։ 2018 թվականից ի վեր 271 միլիարդ դրամ քաղաքացիներին է վերադարձվել եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը ներառում է նաև հիպոթեկային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41,000 ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12151 երիտասարդ ընտանիք 8.6 միլիարդ դրամի հավելյալ աջակցություն է ստացել։ 114 միլիարդ դրամ ներդրվել է մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Սա ուշադրություն դարձրեք միայն պետական բյուջեից հատկացված միջոցներն են։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հայաստանի մարզերում որևէ 7-ամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել։ Այս ծրագրի մեջ է նաև 500 մանկապարտեզի թեման, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 23 միլիարդ դրամ շուրջ 33,000 երեխաների համար մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու նպատակով։